Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր շաբաթ օր է, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է գնանք հերթական գյուղը բացահայտելու եւ այսօր մենք գտնվում ենք Սյունիք գյուղում, բոլորիս հայտնի Սովխոզում։ Գյուղը գտնվում է Ողջի եւ Աճանան գետերի խառնման կետի մոտ։ Ողջիի ձախ ափին, ծովի մակարդակից մոտ 700 մետր բարձրության վրա։ Տեղակայված է Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից անմիջապես արևելք։ Գյուղացիներն անգամ չեն հավաստում, որ սա գյուղ է, սակայն պատմության էջերը թերթելիս հանդիպում ենք, որ Սյունիքը եղել է գյուղական, խոշոր համայնք, որը իր մեջ ընդգրկել է մի քանի գյուղեր։ Նեղ ճանապարհներ, երկհարկ տներ, որոնց այգիները լի էին բերքատու ծառերով։ Սիրելի հետևորդներ, ի ուրախություն մեզ հանդիպել ենք Սամվել Սարգսյանի հետ, ով շուրջ 25 տարի ղեկավարել է Սյունիք գյուղը եւ ինչպես ինքն է ասում, եղել է առաջին եւ վերջին գյուղապետը։ Ողջույն, պարոն Սամվել, ինչպես եք։ Լավ եք։ Մեզ հետաքրքրում է Սյունիք գյուղի պատմությունը։ Հին ժամանակներից մինչ առ այսօր ինչ հիշում եք մեր հետևորդներին պատմել։ Սկսենք զրոյից։ Սյունիք գյուղը ստեղծվել է 1900 թվականին։ Սյունիք այն ժամանակ հանքարդյունաբերության զարգացման բանով ֆրանսիացիները ստեղ հանքեր օգտագործում։ Ինչպես պարոն Սարգսյանն է մեզ փոխանցել, Սյունիք գյուղը հիմնադրվել է 1900-ական թվականներին։ Կապանի պղնձահանքերը շահագործող ֆրանսիացիները այստեղ ձուլարան են կառուցում, որի շուրջն էլ կառուցվում է բնակավայրը։ 1929-58 թվականներին Սյունիքը եղել է Կապանի հանքահարստացման ֆաբրիկայի օժանդակ տնտեսությունը։ 1958 թվականին ստեղծվում է Սյունիքի խորտնտեսությունը, որի մեջ 1960 թվականին ներառվում են Սիզնակ, Դիցմայրի, Վարդավանք, Բարգուշատ, Աճանան, Շհարջիկ, Աչախլու, Բեղ, Սևաքար եւ Եղեգ գյուղերը։ 1984 թվականին Սևաքարը եւ Եղեգը տարանջատվում են Սյունիքի խորտնտեսությունից։ Սյունիք գյուղը մինչև 1982 թվականը գտնվում էր Կապան քաղաքի վարչական տարածքում, իսկ համայնքի Սիզնակ, Դիցմայրի, Վարդավանք, Բարգուշատ, Աճանան, Խորձոր բնակավայրերը Սիզնակի գյուղխորհրդի վարչական տարածքում։ 1982 թվականին Սյունիքը տարանջատվում է Կապան քաղաքից եւ ներառելով նշված բնակավայրերը կազմավորում ինքնուրույն վարչական միավոր Սյունիքի գյուղխորհուրդը։ 1991 թվականին Սյունիքի գյուղխորհրդից տարանջատվում են Աճանան եւ Վարդավան գյուղերը, կազմավորելով ինքնուրույն վարչական միավորներ։ Արի դու էլ նստի, գնալ։ Մայք աչեմ տա։ Արի։ Արի, ես կարող։ Ի ուրախություն մեզ այս գյուղը գրեթե ոչնչի պակաս չունի։ Գազ, ջուր եւ կենցաղային բոլոր հարցերը լուծված են, սակայն բոլորն էլ կարոտով հիշում են իրենց մարդկային ջերմ հարաբերությունները, որոնք թողել են վաղանցյալում։ Լինելով սահմանամերձ ոչնչից չեն վախենում եւ վտանգ չեն տեսնում։ Ավելին, կառուցում են նոր տներ։
Շենացնում են գյուղը, մշակում այգիները եւ վաճառում բերք ու բարիքը։ Կուկու։ Սիրուն աղջիկ։ Միայն դու չտխրես, ոլած չլինես, Չրեր դուք եք պատրաստ։ օրերը տխուր, Հա, այս կարալուկի չիր այ։ անունն է Լայանա։ Ժանետ։ Հա, Յանա, հիմա ինչ բան աստեղծություն ես ասում։ Տատիկի մասին գիտես։ Բան մանկապարտեզում ինչի մասին ես։ Դպրոց ա գնում։ Լալի տեղացիները չկան, մերել են։ Բա ինչով եք զբաղվում այստեղ։ Մենք թոշակարով։ Հա, իրանք են աշխատում։ Բայց հին Սյունիքից ինչա մնացել, որ այս ներկա ժամանակում կա, թե ոչինչ չի պահպանվել։ Ինչն է կարոտում ավելի շատ։ Բանը հին Սյունիքը вообще վիճակը վաճ է։ Ոչ ջուր կա, ոչ կոյուղի կա, ոչ մի բան կա։ Եշի կտով, հա։ Հա, իսկ հիմա Դե հիմա ամեն ինչ կա, բայց ժողովուրդը ինչնելի ուրախ չի։ կիսախաս։ Կրպում է, Հա։ հետո սենց բենանում։ Հապալիս էլի։ Հա, չորանը։ երկին մոռացված, սերին հեռացած, ես քեզ կորցրի ճամփին մոլորված, բայց գիտեմ որ դու ետ կգաս կրկին, կլցնես սիրո իմ տխուր օդին, միայն դու չտխրես, ոլած չլինես, օրերը տխուր կանցնեն կգնան, քամիները չար, քամիները ցուրտ, կխփեն դեմքի ու կհեռանան, իմ հոգնած ճամփոտ, ուր ես դու գնում, քայլերով մոլոր, ուր ես հեռանում, ուր է քեզ տանում ճամփան ասաման, կանգար վերջապես իմ թափառական, Բայց մակավա, մամայի համար էիր քաղել։ երբ Ոնց հոգնել համար։ են քո ոտքերը, Ոնց եք։ անիմաստ Անունս Մանեա։ Ստեղ ծնված մծացած, պապի։ Io, իսկական ես ծնված եմ ժորայ։ Ժորայակ, ինչ եք հիշում հին Սյունիքից, այն սովխոզի ժամանակներից։ Ամեն ինչ Լավ լա, այն ժամանակները, պապի։ շատ լավ։ Որտե մարտիկալ լավ։ Որս կտրած։ Բախե, որ նա պատճառը։ Պատճառն որ ուշլի են բանկա դրոմ։ Այսքան իմս էլ այսքան ազի։ Քան տարեկան ես, պապի։ Թե 74։ Հա, ջահել մարդս։ Ինչ խնդիր ունիս։ Եկածս տվերում նստած։ Ջահել եմ։ Գյուղի կենտրոնի շարժը ստուգում ես, պապի։ Համ պայման ամեն ձև իր Բոլորին գիտեք։ Սաղի։ Հատիկ անուններով։ Իրանք են գիտեն, իրանք գիտեն։ Ես չեմ բան։ Ուշադիր են ձեր հանդեպ։ Թե մոտոցիկլետով էի, տեքստ վատրով էի, իմ պահը տեքստը գապան չի, Հայաստանում տենց Սյունիք գյուղի բուժքրոջն եք հանդիպել, ով եղել է առաջի բուժքույրը, չէ՞։ Եվ մինչև հիմա բուժում է բոլոր հիվանդներին։ Կպատմեք ձեր գիտեմ որ դուք Եղեգնաձորից եք եկել ստե հարս, հենց որ եկել եք ստե հարս, դուք սկսել եք աշխատել որպես բուժքույր։ Չէ, ես որ եկել եմ ուսանող էի, ավարտելուց հետո 2 տարի հետո անմիջապես ընդունվել եմ աշխատանքի եւ մինչեւ այսօր աշխատում եմ որպես բուժքույր։ Իսկ ինչ արտարոց դեպքեր եք հիշում։ Դե արտարոց դեպքերը
միշտ էլ եղել են, լինում են երեք պատերազմների ժամանակ ավելի շատ մասնակցել ենք, ինչքան գիտեմ դուք եք Արցախից տեղահանվածներին ենք ընդունել, պատերազմներին ենք մասնակցել։ Հա, հիշում եմ ստեղ։ Ճիշտ է։ Նա գիտեմ, որ դուք այսօր պետք է գնաք, էլի գործ ունեք անելու, սիստեմա միացնելու։ Ամեն օր են այդպիսի դեպքերը։ Չէ, որ բժիշկի նշանակումներ լինում այդ ժամանակ արտարում ենք։ Այսինքն գյուղի առաջին օգնությունը բոլորը գիտեն, որ կազմակերպում են ես։ շատ լավ է։ Այնպես որ գյուղի բնակիչները վստահելի մարդու ձեռքերում են, տենց են ասում։ Ապահով ձեռքերում։ Մենք մուտք ենք գործում բուժկետ, իդեպ բուժկետը գտնում է հենց գյուղի գյուղապետարանի, մշակույթի կենտրոնի, հենց հարակից տարածքում, եւ եթե տեսնում եք ինչքան գեղեցիկ է խնաված, ամենուր է գեղեցիկ ծաղիկներ։ Սա նույն է Գեորգին է, Գերբեր, հա, որ ասում ես։ Հա, ես հանդիպեցի, որ այս գյուղում շատ գյուղերում վարդեր են հիմնականում հանդիպում, բայց այս գյուղում կարալյո ու այս ծաղիկից։ Դիվաններին այստեղ ենք ընդունում։ Հա, շատ ապահով է, որ գյուղեր կան, որ բուժկետ եղել է, բայց չկա կամ սենց հարմարություններ չկան։ Հիմա ազատ ժամանակ ես իմ հողամասով եմ զբաղվում։ Սիրում եք, այսինքն բույսերն եք էլի, ընտիրություն անում, բուժում։ Դե բուժում ենք, թե չէ, փոքրիկ բիզնեսն է, զբաղվում ենք դրանով։ Սիրտը սառավ մանեկա, հազար երկիր, հազար մի գեղ, բայց չտեսա հայրենիք ես անուշ մի հող, անուշ մի տեղ, ուր բացվում է ձմեռ, գարուն, հզոր սիրո վարդը շքեղ, արի ծաղկենք իմ սիրական, սիրո ազատ հողն ենք ընկել։ Թե խեթ նայես հայրենիքիս սերդ փուշ է, զուր ես գալու, ինչքան ժպտաս դու նրա հետ, այնքան սրտիս դուր ես գալու, ինչպես ցողը կոկոն վարդին, ծարավ սրտիս ջուր ես տալու, արի սիրենք իմ սիրական, սիրողների բովն ենք ընկել։ Այս հոտը ոնց լա կարոտած, բրթին։ Հայը դարերով սիրով է պահել 7 թանկ սրբություն, գիրքը, լեռները, շինարար ոգին, հավատը, լեզուն, սուրբ անուններ են եղել դարերով հայ ընտանիքը և ամենից վեր, ամենից լուս է մայր հայրենիքը։ Մենք հպարտ ենք, որ Սյունիքում, մասնավորապես մեր Կապան քաղաքում գործում է առողջ կաթնամթերքի գործարան և իհարկե ապահովում է աշխատատեղով տեղացիներին։ Ֆերմայից մթերված թարմ կաթից պատրաստված կաթնամթերքը համի ու որակի բարձր մակարդակ է ապահովում։ Շրջեցինք ողջ տարածքով, ծանոթացանք աշխատակազմի հետ և հիացանք կենդանիների գեղեցկությամբ։ Ահա Մարիլան ու իր յուրահատուկ աշխարհը։ Փոքրիկ մի անկյուն, որտեղ ամենքը զբաղված են իրենց առօրյա հոգսերով։ Հողն էլ բարեբեր է, բերքն առատ։ Արևն էլ շողում է կարծես ջերմությամբ տուն է կանչում անցնող գնացողին։ Ու այս հեքիաթի մեջ նրան կորցրել են մեկ բան՝ անցյալի քաղցր հարևանությունն ու մարդկային հոգատարությունը։ Պատերազմը շատ կոտրեց նրանց, քանզի ժամանակին կանգառը լի էր բազմությամբ, ովքեր գնում էին հարակից գյուղեր։ Այդ ճանապարհը դատարկվել է, իսկ կանգառն էլ ծառայում է միայն քաղաք հասնելու համար։
Այ գալուսունի գյուղ։ Խնդրեմ։ Դեպի։ Գախնիկ ասիմ։ Հեսի սա աշխարհի ամենալավ դպրոցն է։ Ժիմ արա։ Դինժի մանում։ Ես տիման։ Վթարային դպրոցը, որը տարիների վեր սերունդներ է կրթել, իր ուրախություն բոլորիս կառավարության ֆինանսավորմամբ հարակից տարածքում կառուցվում է։ Լավես։ Ոչ, շատ լդու ընդհանրապես։ Ապեչում քույրիկում։ Լավ ենք։ Լավ կաց։ Ապես։ Հայրենիք, քեզնով երթվելիս ձեռքս դնում եմ իմ սրտի վրա սեղմելու նման, որ հանկարծակի չպայթի դողից։ Ինձնով երթվելիս ափս դնում եմ քո մի ափ հողին, ինչպես իմ նախնիկ, սուրբ գրքին իրենց։ Ինչ լեզվով էլ կուզես երգիր, քո մայր լեզուն մի մոռացիր, քո մայր լեզուն, որին արժան այս աշխարհում հայն է միայն։ Մենք սենց դժվարություններով դհոլը ձեռքներիս բարձրանում ենք դեպի խաչի մոտ, որտեղ Դավիթը խոսք է տվել, որ պետք է դհոլով մի լավ բան նվագի։ Մանե։ Ամեն ինչ լավ է։ Հպարտ եմ ես նրա համար, որ փառահեղ պատմությունդ եւ անունդ այնքան ունե։ Հպարտ եմ ես նրա համար, որ փլվել է թեկուզ տունդ, բայց չի քանդվել նրա հիմը։ Հպարտ եմ ես, որ քեզ համար որդիները դարեր ընկան, որ սուրբ պահեն քո անունը։ Հպարտ եմ ես, որ քեզ համար թանկ է եղել թանակն այնքան, որքան կարմիր քո արյունը։ Հպարտ եմ ես քո մատների ճարտարությամբ անհատների, քեզ թարգմանող քո գրքերով։ Հպարտ եմ ես անպամբ խոսում, լեզվով, որով անգամ երբ չես խոսում, նույնն ես ասում։